BBC թուրքական ծառայության թղթակից Մարկ Լոուենը մեկնել էր Թուրքիա լուսաբանելու Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ İmamoğlu'ի ձերբակալումից և կալանավորումից հետո Թուրքիայում սկսված բողոքի ակցիաները և ցույցերը։ BBC թուրքի թղթակիցը նշել է, որ մարտի 26-ին իրեն տարել են հյուրանոցից 17 ժամ պահել և հաջորդ օրը հայտնել, որ արտաքսում են Թուրքիայից, քանի որ նա վտանգ է ներկայացնում հասարակական կարգի համար։ Կատարվածի առնչությամբ Լոուենը նշել է. «Կալանավորվել և արտաքսվել մի երկրից, որտեղ ապրել ես 5 տարի և մեծ սեր էիր տածում, անասելի մտահոգիչ է։ Մամուլի ազատությունը և անաչառ լրատվությունը կարևոր են բոլոր ժողովրդավարությունների համար»։ BBC News-ի գործադիր տնօրեն Դեբորա Թյորնեսը հայտնել է, որ կատարվածը խորապես մտահոգիչ է և դա կքննարկեն Թուրքիայի իշխանությունների հետ։ Նա նաև հավելել է, որ Մարկը շատ փորձառու թղթակից է, ով լավ գիտի Թուրքիան։ Ոչ մի լրագրողի հետ չպետք է այդպես վարվեն միայն իր գործն անելու համար։ Մենք շարունակելու ենք անաչառ և արդարացիորեն հաղորդել Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները, նշել է տնօրենը։ Ըստ նրա դիտարկման, անցյալ շաբաթ սկսված բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան 1800 մարդ բերման է ենթարկվել, այդ թվում բազմաթիվ լրագրողներ։